Պարոն Քերոբյան, կասեք, ինչպիսի տպավորություն եք ստանում ակցիայից, արդյոք կարող է այն խնդիրների հանգուցալուծում տալ եւ արդյոք էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է չեղարկել, տնտեսական վերլուծությունները ինչ են ցույց տալիս։ Ամեն ինչ շատ լավ է գնում, օրեցօր ավելի շատ մարդ են գալիս, երեք, եթե ուշադիր եղաք, անհամեմատ ավելի շատ մարդ կար, քան դրա նախորդ օրը։ Ես կոչ եմ անում բոլորին ոչ միայն գալ, այլ նաև իրենց հետ բերել իրենց հարևաններին, ընկերներին, բարեկամներին, քանի որ այս այն խնդիրն է, որը վերաբերվում է բոլորին եւ չկա այնպիսի մարդ, ում սա չի վերաբերվում եւ հետեւաբար բոլորը պետք է գան։ Սա առաջինն է, երկրորդը ես կարծում եմ, որ տնտեսական բոլոր հիմքերը կան չեղարկելու այս որոշումը, եթե նայեք ՌԱՕ-ի վերջերս հրատարակված 2014 թվականի կոնսոլիդացված հաշվետվություններին, ապա կտեսնեք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի մարժան ՌԱՕ-ի 50%-ից ավելի է, այնինչ մյուս բոլոր երկրներում չի գերազանցում 20%-ը, դա խոսում է այն մասին, որ առանց էդ ՌԱՕ-ը Հայաստանում աշխատում է ուռճացված մարժայով եւ խոսել նրա մասին, որ որպեսզի այդ մարժան ավելի բարձրանա, ընդամենը խեղաթյուրում է եւ խեղկատակություն է, այդպիսի բան հնարավոր չէ թույլ տալ։ Դուք տեսնում եք, այստեղ եկած մարդիկ չեն ներկայացնում, ասենք, չքավորներին, աղքատներին, սա այստեղ հավաքվել է միջին դասը, գիտակից դասը, եւ այստեղ մարդիկ առաջին հերթին եկել են արդարության հետևից, ոչ թե ամսական 3-5 հազար դրամի հետևից, որովհետեւ սա իսկապես, ասենք, ճչացող անարդարություն է, ինչ վերաբերվում է ապագային, ապա ես կարծում եմ, որ իշխանությունը շատ իմաստուն կգտնվի, եթե այսօր եւ այդ չեղարկի այդ որոշումը, որովհետեւ այսպես երկար շարունակվել չի կարող եւ հավաքվածների մեջ ավելի շատ են հնչում ցույցը քաղաքականացնելու լոզունգները։ Ես դրան անձամբ շատ դեմ եմ, բայց նաև կարող եմ հասկանալ, որ եթե իշխանությունը անգործության է մատնում այս ցույցը, то есть ճիշտ ռեակցիա չի տալիս այս ցույցին, ապա այն կարող է եւ իրենց հսկողության, վերահսկելիության սահմաններից դուրս գալ։ Մոտավոր հաշվարկներ կան գործարարները, հատկապես արտադրողների ծախսը, որքան կավելանա գործարարների եւ արտադրողների ծախսը։ Ես հաշվել եմ, որ ընդհանուր առմամբ գները 3-5% կաճեն, տնտեսական անկում կգրանցվի մոտ 2% եւ երկիրը կկորցնի շատ մեծ ռեսուրս տնտեսական աճի համար, այսինքն իրականում խնդիրը շատ ավելի բարդ է եւ կարող է դոմինոյի էֆեկտով, ասենք, այլ շատ խնդիրներ առաջացնել, ուստի ես կարծում եմ, որ պետք է մտածել այն մասին, որպեսզի հեծը ազգայնացնել, ճիշտ մենեջմենտ դնել, քննարկել սակագնի իջեցման, ոչ թե բարձրացման հարցը եւ ընդհանրապես մի քիչ թեքվել դեպի ժողովուրդը, որովհետեւ այն քաղաքականությունը, որ այսօր վարում է կառավարությունը, ոչ մի կապ չունի ժողովրդի հետ։ Պետք է վարվել ուրակի պես, ոչ թե ուրակի պես, այլ սղոցի պես։ Քաղաքացիական նախաձեռնության անդամներն ասում են, որ յուրաքանչյուր քաղաքացու վրա տարեկան այն կազդի միջին աշխատավարձի չափով ընդհանուր գումար։ Հիմա արտադրողների վրա ինչպիսի ազդեցություն կունենա, պատկերը ինչքան է, նրանց գրպանին որքանով կխփի։ Ինչքան գիտեմ, այսօրվա գործարարները այնպես չի, որ շատ փող են աշխատում, մեծ մասը նույնիսկ շատ գոհ է լինում, եթե վնաս չի անում այսօրվա տնտեսական պայմաններում, բայց ուստի խոսել նրա մասին, որ իրենք իրենց շահույթից ինչ-որ բան կկորցնեն, շատ
տեղին չէ, որովհետև իրենք այսօր շահույթ էլ չունեն։ Դրա համար, ասենք, կոնկրետ գումարների մասին խոսելը ճիշտ չի, բայց աչքաչափով իրենց ծախսերը կավելանան մոտավորապես ընդհանուր ծախսերը կավելանան մոտավորապես 1-2%-ով։